Ուրևո, հալտարանებը და պատանებը ուրևո սվավիժը մոգես համեմի դա պատուղս մոգեսել պոլիսի բաշինոնացելովისთვის Չոդուս դիտի պատիվի այդպես ակախալ քաղաքში აღნიშნოთ Բաքու Թբիլիսի Ղարսის սարքինիզոխազის սրულ մասշտաբიანი էքսպլուատացիա ეს დღე სიმბოლურია როგორც ჩვენი ქვეყნისთვის ასევე რეგიონისთვის რადგან სატრანსპორტო ქსელზე ემატება ახალი სრულიად თანამედროვე სტრატეგიული ინფრასტრუქტურა რომელიც აკავშირებს ევროპას აზიასთან და ქმნის ახალ შესაძლებლობებს სავაჭრო ასევე ეკონომიკური თანამშრომლობისთვის Հունիսի 2-ին Ախալքալաքի կայարանում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը կարևոր նշանակություն ուներ տարածաշրջանի տրանսպորտային համագործակցության զարգացման տեսանկյունից եւ համախմբել էր մի քանի երկրի պաշտոնական ներկայացուցիչների։ Միոսալդավի Թուրքეთის տրանսպորտისა და ինֆրաստրուկտուրის მინისტრს Բադան Աբդուլքադիր Ուրալոբուզ, Միոսալդավի Սոմխეთის տերիտորიული ადმინისტრირების ինֆրասტრუქტურის მინისტრ Բադան Դավիթ Խուտատյանს, Միոսալդավի քույրებს Ուզբեկეთიდან, Ყაზახეთიდან, Միոսալդավի դիպլոմատიური կորպուսის წარმომადგენლებს, რა თქმა უნდა, საქართველოს მთავრობის წევრებს, დეპუტატებს და Միոսալდավი თითოეულ ქვეყანას პატრიოტიზმულ სტუმრად. Բաքու-Թբիլիսի Ղարսի այս նախագիծը, ինչպես հայտնի է, առանձնահատուկ կարևորություն ունի Վրաստանի համար։ Երկիրը մեծ ուշադրություն է դարձնում տարածիկ գործառույթի զարգացմանը եւ տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը։ Այս ուղղությամբ հատկապես կարևոր է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությունը։ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային նախագիծը լավագույնս արտահայտում է, թե որքան սեր եւ արդյունավետ է համագործակցությունը բարեկամ երկրների միջեւ։ Արարողությանը մասնակցեցին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Ղազախստանի պաշտոնյաներ։ Ներկա էր նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նշվեց, որ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին 2017 թվականից գործել է թեստային ռեժիմով, իսկ այժմ փուլ առ փուլ դառնում է տարածաշրջանային կարևոր տրանսպորտային միջանցք։ Hörmətli cənab baş nazir Qarakiyev, hörmətli həmkarım nazir Türkdüşlili, hörmətli həmkarım nazir Ուրալոբու, hörmətli cənab Խուտատյան. Ես կարծում եմ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո այս օրինակ միջոցառումների կազմակերպումը նախ շատ կարևոր է, ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին, որ այսօր կազմակերպեց այս միջոցառումը եւ ինչպես արդեն գիտեք Հայաստանի վարչապետը այդ մասին նույնպես խոսել էր եւ թուրքական կողմից նույնպես այդ մասին ազդարարվել էր, որ այս ուրեմն Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգծի բացումով հնարավորություն ընձեռվելու նաև Հայաստանի, որպեսզի Հայաստանը նույնպես օգտվի այս տրանզիտային ուղուց։ Եվ կարող եմ միայն ասել, որ վստահ եմ տեղյակ եք նաև TRIP ծրագրից եւ TRIP ծրագրի իրագործումից հետո մենք համարում ենք, որ այս ճանապարհը, TRIP ճանապարհը մեր տարածաշրջանի զարգացման համար միայն կարող են ավելի լինել օգտակար եւ մեկը մյուսին փոխ լրացնող որպես ճանապարհներ։ Երկաթուղու ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213 կիլոմետրը անցնում է Վրաստանի տարածքով։ Վրացական հատվածի կառուցումը իրականացվել է Ադրբեջանի տրամադրած $775 միլիոն վարկով, որը մարվում է ծրագրի եկամուտներից։ Նախագիծը նոր հնարավորություն է ստեղծում տարածաշրջանային առևտրի համար, իսկ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է օգտվել այս միջանցքից, ընդլայնելով տնտեսական համագործակցությունն ու լոգիստիկ կապերը հարևան երկրների հետ։ Ermenistan'dan değerli mevkidaşlarım, değerli heyet üyeleri, kıymetli basın mensupları, hanımefendiler, beyefendiler, sizleri şahsım ve ülkem adına saygıyla, sevgiyle, muhabbetle selamlıyorum. Თანამედროვე სტანდარტების სადგურებსა და მესადგურებს, საგამგებლოს, ღიანდანის დამცავ-გალერეებს, საქართველოს-თურქეთის დამაკავშირებელ სასაზღვრო სარკინიგზო გმირებსა და ახალქალაქის საერთაშორისო სარკინიგზო სადგურს მოიცავს. აღსანიშნავია ახალქალაქის სამგზავრო სადგურის შენობის არქიტექტურა და დიზაინი, რომელიც გერმანელი არქიტექტორის იურგენ მეიერის მიერ არის დაპროექტებული. Მარაბდა ქართლის სარკინიგზო საქართველოს რკინიგზა საერთო გადაზიდვებს ექსკლუზიურად განახორციელებს. Ბაქու-თბილისი ხარისის რკინიგზის მარშრუტზე საერთო გადაზიდვების ტენდენცია ყოველწლიურად მზადდება.
საკერძო ხაზის სრულობა დამოკიდების შედეგად უნდათ ის გამდაყრა